Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նորություն չկա, որ փուլում է խաղաղության գործընթացը։ ԱԽ քարտուղարն ասում է, այնինչ հրապարակային եղել է, այդքանն է։ Եթե որևէ նոր բան լինի, բնականաբար մենք կտեղեկացնենք հանրությանը։ Հայաստանում այսուհետև ոստիկան կարող են դառնալ նաև 35 տարեկանից բարձր անձինք։ Պարզվում է, հարյուրավոր թափուր տեղեր կան։ Կարևորն անձի որակական հատկանիշներն են, ասում է նախարարը, ապագա ոստիկանը պարբերաբար պետք է անցնի բարևարքության կրթական ծրագրերով, IQ թեստերի մասնակցի, ֆիզիկապես և հոգեպես առողջ լինի։ Այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 250,000 ՀՀ դրամի չափով դրամական բավարարում ստացող ծառայողին արդեն ունենալ շուրջ 500,000 դրամական բավարարում։ Փաշինյանը մինչև օրս չի հասկացել, թե ինչու 36 տարեկանը չի կարող ոստիկան դառնալ։ Անկեղծանում է, բարեկային ոստիկանության ներդրման ժամանակ հասակի խնդիր է եղել։ Զուգահեռներ է անցկացնում հասակի խնդիրը քաշի հետ։ Եթե հասակը խնդիր է ոստիկանի դեպքում, ինչու քաշը խնդիր չէ զինծառայության ժամանակ։ Սա ֆունդամենտալ բան է, մեր մտածողության ձևերի դեֆորմացիաների մասին է մտածում։ Ես չգիտեմ, եթե այդ բանի բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք։ Այսինքն ինչ, որ մարդը ենթադրենք 130 սանտիմետր է բոյը։ Հիմա բնությունը իրան տենց է ստեղծել, ինչ։ Բայց գնա ոստիկանություն, ասեն դե բոյդ կարճ է, գնա դպրոց, ասեն բոյդ կարճ է, գնա ուր գնա, ասեն բոյդ կարճ է։ Բայց ինչ անի այդ մարդը լավ։ Տրանսպորտային միջոցների առուվաճառքը, նվիրատվությունը, լիզինգը, համարանիշների ստացումը, հաշվառման վկայականները կթվայնացվեն։ Լուծումներն արդեն պատրաստ են և ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին։ Մենք նախատեսում ենք փոստային առաքման տրամաբանության մեջ ևս համարանիշի առաքում կոնկրետ քաղաքացուն, որպեսզի ևս այս դեպքում անձը չայցելի հաշվառման քննական ստորաբաժանում եւ ուղղակի կոնկրետ այդ մետաղի կտորը ստանա որպես այդպեսին եւ ամրացնի տրանսպորտային միջոցին։ Պարզվում է, վարչապետը 7 տարի հենց այս փոփոխության մասին էր մտածում։ Սա լավ առիթ է խոսելու նաև այսպես կոչված դալալների մասին։ Օրեր առաջ ավտոշուկայի կողքով է անցել ու տեսել է 7 տարի է, բան չի փոխվել։ Նայում էի պատուհանից եւ տեսնում էի, որ այնտեղ էլի նույն այն վիճակները, ինչ վիճակներ է, ավտոյի չօգտագործվող բանդաժներ, վրան ժանգոտած խողովակներ, վրայից 5 կոշիկ, կողքը ասենք ենթադրենք ծխախոտի ծխուկներ, այնտեղ ինչ որ արագ սնունդ, բորդյուրին նստած մարդիկ, ովքեր այդ արագ սնունդը տենց այդտեղ օգտագործում են։ Փաշինյանն ուզում է, որ մարդիկ մեքենաները վաճառեն ավելի լավ, անվտանգ պայմաններում։ 60 տարի է այդ շուկան կա։ Պետք է լուծում գտնել, որ ամեն բան քաղաքակիրթ արվի։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։